Այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունը Գորիս-Կապան ճանապարհի 20 կիլոմետրը հանձնեց Ադրբեջանին, Կապանի օդանավակայանի անմիջապես դիմաց սարի վրա հայտնվեց ադրբեջանական դրոշը։ Դրանից հետո Հայաստանի կառավարությունը որոշեց զարկ տալ փոքր ավիացիային եւ շահագործեց Ադրբեջանի թիրախում գտնվող Կապանի օդանավակայանը։ Առաջին թռիչքը կատարեց Նիկոլ Փաշինյանը, ցույց տալու համար, որ իր պահած Հայաստանն անվտանգ է։ Փաշինյանի թռիչքից ընդհանրապես ժամեր անց ադրբեջանական կողմը կրակեց օդանավակայանի ուղղությամբ։ Փամփուշտները վնասեցին օդանավակայանի պատուհաններից մեկը եւ տանիքը։ Այժմ Հայաստանի կառավարությունը որոշել է Ադրբեջանի թիրախում գտնվող օդանավակայանը դարձնել միջազգային։ Նկատմամբ Կապանի Սյունիք օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են։ Կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվականի վերջ։ Կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել 425 միլիոն ԱՄՆ դոլարի չափով կապիտալ ներդրումներ, մաստեր պլանը եւ այն ներդրումային ծրագիրը, որով պետք է դա իրականացվի, կներկայացվի կառավարության համաձայնեցմանը եւ այդ մաստեր պլանում կներառվեն նաեւ 2023 թվականից իրականացված կապիտալ ներդրումները։ Կառավարության հունվարի 22-ի նիստում տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Արմեն Սիմոնյանը ներկայացրեց նախագիծ, որով միջազգային ներդրողները պետք է հսկայական գումարներ ներդնեն Կապանի օդանավակայանի վրա։ Սահմանվում է կանոն այն մասին, որ եթե կոնցեսիայի ժամկետի ընթացքում որևէ պահի ոչ կոնցեսիոների մեղքով ուղևորահոսքը 2 տարի անընդմեջ նվազում է, ամեն տարի կազմելով 4 միլիոն ուղևորից պակաս, ապա կառավարությունը պետք է կոնցեսիոների կրած վնասի համար կոնցեսիոներին փոխհատուցի սակագների ճշգրտման եղանակով, բայց ոչ ավել քան 3 տարի ժամկետով։ Արդյոք միջազգային ներդրողները այդ ծավալի ներդրումներ կանեն Հայաստանում եւ կառավարության այսօրվա որոշումն ընդհանրապես ընտրություններից առաջ PR քայլ չի մնա։ Կերևա ապագայում։ Մինչ այդ հիշեցնենք, որ պատերազմից հետո օտարերկրյա ուղիղ ներդրումները Հայաստանում տարեցտարի նվազում են։ Առաջին հերթին հենց անվտանգային խնդիրներով պայմանավորված։